Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր եւ Տիկին Լուիզա Սարգսյանն էլ է համահիմնադիր։ Տեսեք, Ժորժ ջան, այնինչ մենք քննարկում ենք այսօր շատ կարևոր է եւ առանց այլևայլության կարևորագույն մեսիջներ է հղում հասարակությանը։ Բայց հասարակության համար առավել կարևոր է լսել ոչ միայն խնդիրների եւ մեթոդաբանության մեր վրա ազդելու մասին, այլ կոնկրետ լուծումների եւ կոնկրետ գործընթացների։ Եկեք մենք բոլորս, դու պարզա բոլորս էլ ազնիվ ենք, առավել քան ազնիվ։ Բոլորս փողոցում, երբ որ հանդիպում են, ինչ հարց են տալի։ Ասում են, բա սրա վերջը ինչ պիտի լինի։ Չէ, ինչ է լինելու։ Եվ այդ ինչ է լինելու եւ ինչպես գտնել ելքերը, լուծման ելքերը, այս բոլոր խնդիրների, ոչ միայն քննարկման, այլ վերբացման եւ լուծման բոլոր գործընթացները գեներացվում է այսօր առաջարկ Հայաստանին կոնցեպտի ներքո, որտեղ զետեղված, որտեղ այսպես գիտեք խիտ, լավ իմաստով խիտ, հավաքված են ոչ միայն խնդիրները, այլ այդ խնդիրների լուծման եղանակները, ընդ որում շատ կարևոր է ընդգծել, որ առաջարկ Հայաստանի պլատֆորմը, կոնցեպտը, Գագիկ Ծառուկյանի պլատֆորմը, ինքը իր մեջ ենթադրում է հետևյալ եւ ներառում է հետևյալ աշխատելավոճը։ Առաջարկ Հայաստանին չի գրվել տաքուկ կաբինետներում 1980, ասենց փողկապներով, դյադյաների եւ գեղեցիկ շորերով, ասենց կաբինետնի կանանց կողմից։ Ինքը գրվում է անմիջապես մարդկանց կողմից։ Ով ավելի լավ գիտի խնդիրը գյուղի, բացի գյուղացուց, քան գյուղացուց։ Չէ, գյուղացին գիտի։ Ով ավելի լավ գիտի խնդիրը, օրինակ դիվանագիտության մեջ, այո, դիվանագետը։ Ով ավելի լավ խնդիրը գիտի, օրինակ ռազմական ոլորտում, այո, ռազմական ոլորտի մեջ աշխատող մարդիկ։ Ով ավելի լավը գիտի կրթության խնդիրը։ Այո, դասախոսը եւ ուսանողը կամ աշակերտը։ Եվ առաջարկ Հայաստանին դա պլատֆորմն է, քանզի այսօրվա մեր քննարկման թեման նաեւ նախընտրական գործընթացների տրամաբանության վերբացումն է, ապա առանց գովազդային երանգներ տալով կարելի է փաստել հետեւյալը, որ այո, առաջարկ Հայաստանի պլատֆորմը ըստ էության այսօր հանդիսանում է այն ֆունդամենտալ, ես ընդգծում եմ, հարթակը, որտեղ կան լուծումներ։ Գործընկերները ասացին երաշխավորված խաղաղության մասին։ Եկեք հասկանանք այսօր ինչ է կատարում Հայաստանում։ Այսօր Հայաստանում կատարում է շանտաժ։ Ժողովրդին շանտաժի են ենթարկում։ Կամ պետք է իրենք լինեն, կամ կլինի պատերազմ, կամ պետք է իրենք լինեն, իսկ եթե իրենք չլինեն, ուրեմն ոչ մի բան չի լինի։ Իսկ եթե Իսկ եթե իրենք չլինեն, ուրեմն ոչ մի բան չի լինի, արևը գարունը չի գա, ամառը չի լինի, աշնանազրևներ չեն լինի, երկրագնդը կլորից քառակուսի կդառնա, իհարկե շատ ծիծաղելի է, բայց այնուամենայնիվ այս նարատիվները աշխատում են եւ կարող եմ ասել հետեւյալը, որ յուրաքանչյուր իշխանություն, որը ըստ էության միայն եւ միայն շանտաժով է խոսում ժողովրդի հետ, ուրեմն ինքը էլ ոչ մի արգումենտ չունի բացի շանտաժից։ Ինչի համար հիշատակեցի այս ամենը, շատ պարզ պատճառով։ Մարդկանց պետք չէ վախեցնել, մարդկանց պետք չէ շանտաժի ենթարկել։ Մարդկանց հետ պետք է խոսել եւ մարդկանց համար պետք է ձևավորել մի հարթակ, որտեղ մարդիկ, հասարակ քաղաքացիները կկարողանան առաջարկել այն լուծումները, որոնց առջև այսօր մենք բոլորս կանգնած ենք, երկրով մեկ։ Եվ միայն այդ տարբերակը այս պարագայում աշխատում է։ Մնացած բոլոր, նախընտրական կամ չգիտեմ, ես հիմա ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, բայց այնուամենայնիվ ամբողջ տրամաբանությունը նախընտրական։ Այսօր պտտվում է 2-3 արեստացին թեզերի շուրջ, որը ցավոք իշխանությունը ներգծել է հասարակության մեջ եւ պտտվում է։
բայց խնդիրները պետք է լուծվեն։ Եվ այո, կոչ եմ անում, օգտագործելով այսօրվա հնարավորությունը, մարդկանց, քաղաքացիներին, մասնագետներին, ովքեր ունեն լուծման տեսլական խնդիրների, ովքեր գիտեն ինչ պետք է այդ խնդիրները լուծել, միանալ առաջարկ Հայաստանի պլատֆորմին։ Որովհետև եւս մեկ անգամ կրկնեմ, ինքը դասական առումով նախընտրական խոստումների տես կենացա շարան չի։ Դա այն հնարավորությունն է, որի շնորհիվ այո մենք կարող ենք հասնել եւ ես ավելի քան համոզված եմ, որ կհասնենք այն խնդիրների լուծմանը, որոնք մեր առջև կանգնած են։ Շնորհակալություն։